Աստվածաշունչը ասում է անողորմ դատաստան պիտի լինի ողորմություն չանողների համար։ Աստված ուզում է, որ մենք ողորմած մարդ լինենք։ Ամեն։ Ձեռդ կա, մեկը շատի չես կշտանալու։ Մի բան արա ինչ-որ մեկի համար։ Ամեն։ Մի ապսե ինչ-որ կերակուրը քեզ չի արստացնի։ Ոչ էլ կաղկատացնի։ Բայց Աստծու մոտ դա երևում է, որովհետև դա Աստծու տված պատվիրանքներից է, որ կերակրի սովածին, հագցրու մերկին, խնամք տար։ Ու դրա համար եմ ասում, Աստծո խոսքը ասում է լավ օրը լավություն արա, վատ օրը զգուշ եղի, որ մեղքի մեջ չընկնես։ Որ մեղքի մեջ չընկնես։ Իսկ կյանքը մեզ, գիտես, այնպես է հատուցանում, բոլորդ էլ տեղյակ եք։ Ամեն մեկիդ կյանքում մի սցենար է գրվում։ Ամեն մեկիդ կյանքը մի ձևի դասավորված է։ Ամեն։ Ու հենց այդտեղ է որոշվում, թե քո կյանքը հետագայում ինչ կլինի։ Ոնց կլինի ապագայում։ Կամ հավիտենականության մեջ կմգնաս, թե չէ։ Դրա համար Աստվածաշունչը սովորացնում է լավ օրը լավ ապրի, լավություն արա, վատ օրն էլ շատ զգուշ եղի, որ չարության մեջ չընկնես։ Վատ օրը որն է, երբ որ ամեն ինչ վատ է։ Երբ որ հիվանդ ես, երբ որ աղքատ ես, երբ որ ամուսնությունդ հաջողված չի, երբ որ երեխաներիդ հետ խնդիր կա, երբ որ մի բան են չի, վատ օրեր է։ Աստվածաշունչը ասում է զգուշ եղի, հենց այդ օրերի մեջ փորձվելու ես, թե քեզանից ինչ է դուրս գալու, չարություն, թե ողորմածություն կամ բարիություն։